Որաբար այն ժողովուրդները, որոնք գնում են այդ լոզունգով, մեր ժողովրդի պատմական փորձը ցույց է տալիս, ստանում են միայն մահ։ Ազատությունը բաժին է հասնում սովորաբար կարգախոսի հեղինակներին։ Այսօր նոյեմբերի 13-ին Հայաստանի պետական գործիչ, գրող, հրապարակախոս Վանո Սիրադեղյանը կդառնար 79 տարեկան։ Նա երրորդ հանրապետության հիմնադիրներից է, Ղարաբաղ կոմիտեի, Հայոց համազգային շարժման հիմնադիր եւ ղեկավար անդամ։ Զբաղեցրել է նորանկախ Հայաստանի առանցքային պաշտոնները։ Եղել է Գերագույն խորհրդի падգամավոր, Հայաստանի ներքին գործերի նախարար, Երևանի քաղաքապետ, Ազգային ժողովի падգամավոր։ Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուց ամիսներ անց Սիրադեղյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը սկսվեց։ 1999 թվականի մայիսին ձերբակալվեց, ապա անձնական երաշխավորությամբ ազատ արձակվեց կալանքից։ 2000-ի ապրիլին Ազգային ժողովը բավարարեց Վանո Սիրադեղյանին падգամավորական անձեռնխելիությունից զրկելու եւ կալանավորելու դատախազության միջնորդությունը, ինչից հետո Վանո Սիրադեղյանը հեռացավ հայրենիքից։ Հայաստանը մանրամասն սիրելու երկիր է։ Խոսքերի հեղինակ մտավորականը 2021 թվականի հոկտեմբերի 15-ին 75 տարեկանում իր մահկանացուն կնքեց հայրենիքից հեռու օտարության մեջ։